Արցախի անունը կոնկրետ PR-վելու համար, որ ամեն ձևի օգտագործում են։ Ղարաբաղից բռնի տեղահանվածների մասին պատմող «Հիշում եմ քո ձայնը» փաստավավերագրական ֆիլմի ամերիկյան պրեմիերայից հետո է այսպիսի եզրահանգման եկել ֆիլմի համահեղինակ Արայիկ Սարգսյանը, որը ևս Ղարաբաղից, Ճարտարից է։ Կազմակերպություններ, որոնց վրա ես ոնց որ մեծ հույսեր ունեի, որ թվում էր, որ միանշանակ են, որ առանց մտածելու պետք է օգնեն, մանավանդ որ ներկայացրել ենք այդ ամեն ինչը, իրանց ասել ենք ինչի համար է այս ամեն ինչը արվում, չօգնեցին։ Խոսքը հայ հեղափոխական դաշնակցության մասին էր։ Լոս Անջելեսում նոյեմբերի 18-ին էր «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմի պրեմիերան։ Սա 6 ընտանիքի պատմություն է 2023-ի բռնի տեղահանման օրերի մասին։ Ֆիլմի տոմսերի վաճառքից գոյացած գումարը այդ ֆիլմի 6 հերոսներին օգնելու համար է նախատեսված։ 600 տեղանոց դահլիճի մոտ 200 տեղը հրավիրատոմսերով էր, 400 տեղը վճարովի։ Շատ անհատներ իհարկե ձեռք բերեցին տոմսեր, այնտեղ նաև կազմակերպություններ, Armenia Fund, Home, եկեղեցին, բայց օրինակ հայ հեղափոխական դաշնակցությունը արձագանքեց, որ երիտասարդական թևից արձագանքեցին, որ մեր բարձրագույն ղեկավար մարմինը մեզ թույլ չի տալիս մասնակցել ֆիլմի դիտմանը։ Ի սկզբանե կապնվեցինք Armenian Youth Foundation-ը կոչում, ինքը դաշնակցության ոնց որ երիտասարդական մասնաճյուղն է իրանց այնտեղ Գլենդելում է գտնվում, Բելմոնտ փողոցի վրա էր իրանց գրասենյակը, կանչեցին մեզ հանդիպման, որ քննարկենք, ներկայացնենք ֆիլմը, նպատակը եւ այլն, գնացինք։ Պատմում է, այդ հանդիպումը անցել է ջերմ, նույնիսկ Zoom-ով դաշնակցության Ամերիկայի տարբեր քաղաքների ներկայացուցիչներն են միացել։ Պատրաստակամություն հայտնեցին, որ օգնեն, նույնիսկ այդ տարբեր քաղաքների իրանց ներկայացուցիչները, որ կպել էին Zoom-ով, առաջարկում էին գնալ այնտեղ, նաև ցուցադրություններ, ուրիշ քաղաքներում ցուցադրություններ կազմակերպել։ Ասացին, որ այո, մենք անպայման կաջակցենք ու վաղը ձեզ պատասխան կտանք ու վաղը նրանք կապի դուրս չեն գալիս, մենք ենք անընդհատ իրանց գրում, զանգում եւ այլն եւ այլն։ Մինչդեռ ցուցադրությանը մի քանի օր էր մնացել։ Ու այդ Armenian Youth Foundation-ի ոնց հասկանում եմ գլխավորը տնօրենը, չգիտեմ, անունը Անի Երղազարյան, ինձ այսպիսի մի հատ նամակ է գրում, որ մեջբերում եմ ուղիղ ինչ որ հանգամանքների պատճառով մեր ղեկավարությունը թույլ չի տալիս մեզ մասնակցել ձեր ֆիլմի ցուցադրությանը։ Ու շոկային էր ինչի, որովհետև եթե մտնենք իրանց այդ Instagram-յան էջ, ամեն երկրորդ post-ը ոնց որ Արցախի մասին է, Արցախի կորստի 2023 թվականի դեպքերի նոյեմբերի 9-ին հենց, որը գիտեք հատկանշական օր է, իրանք այլի ցույցեր էին անում, Արցախի դրոշներով, նկարներ էին ճեղում, ներկայիս կառավարության իշխանություններից էին բողոքում եւ այլն։ Մենք որ մտածում ենք, որ պետք է օգնեն իրանք մեզ, այդպես վստահեցրին, որ կօգնեն ու ոչ մի բանով էլ դիտողում չօգնեցին։ Ճշտել փորձեցինք մենք եւս, սակայն մեր նամակը մնացել է անպատասխան։ Ամերիկայի ցուցադրությունը ինձ բերեց այն եզրահանգման, որ շատ արվեստագետներ, շատ արտիստներ, քաղաքական գործիչներ, որոնք առավոտից իրիկուն Facebook-ում, Instagram-ում, այսպես ասած, գրառումներ են անում, չէ՞, որ օй առանց Արցախի օդը չի հերիքում, չգիտեմ, այսպիսի պաթետիկ գրառումներ, որ այս ինչ արեցինք մենք, չեմ կարողանում շնչել, չգիտեմ, այսպիսի բաներ, բայց իրականում հասկանում ես, որ այդ ամեն ինչը արվում է զուտ լայքերի, զուտ գրառումների համար, որովհետև այն արտիստները, այն քաղաքական գործիչները, ովքեր առավոտից իրիկուն PR-վում են Նույն Ղարաբաղի թեմայով, իրենք իրականում հետաքրքրված չեն այս տիպի նախագծերով։ Արայիկը պատմում է, դաշնակցության Հայաստանի գերագույն մարմիններ են ներկայացրել տեղի ունեցածը։ Քրիստինե Վարդանյանի հետ ենք կապ հաստատել ու ինքն անգամ մեզ այսպես ասել, որ ես տեղյակ չեմ, ինչի վրա խիստ կասկածում եմ իհարկե, բայց ինքն էլ ասում էր, որ տեղյակ չի ինչա կատարվում, ինչու է այդպես, այսինքն ինքն էլ գաղափար չունի, թե ինչու են նման արձագանք տվել մեզ, որ բարձրագույն ղեկավարությունը թույլ չի տալիս, որ մասնակցենք։ Ովքեր են իրենց դիտարկմամբ այդ բարձրագույն ղեկավարությունը։ Գաղափար չունեմ, անկեղծ չունեմ։ Այդպիսի վերաբերմունքը Արայիկի համար ավելի ցավոտ է եղել, քանի որ իր ընտանիքն էլ է 2023-ին անցել այդ ճանապարհով ու նաև հավատացել, սրտացավ խոսքերին։ Չեմ կարող ասեմ, քանի անգամ եմ նայել, բայց ամեն անգամ կոնկրետ դրվագներ կան, որ նույն ձևի կոտրում է ինձ ամեն անգամ, երբ որ նայում եմ։
Առանց դաշնակցության գնաց տոմսերի էլ դահլիճում ազատ աթոռ չի մնացել, ուրախությամբ են պատմում ֆիլմի հեղինակները, քանի որ իրենց նպատակը 2023-ին տեղի ունեցածի մասին հնարավորինս լայն շրջանակների պատմելն է։ Ֆիլմը տարբեր լեզուներով անգլերեն, պորտուգալերեն, ֆրանսերեն, արաբերեն, իտալերեն լեզուներով ցուցադրության նպատակը հենց այն է, որ ներկայացնենք իրականությունը, թե ինչ է տեղի ունեցել 2023-ին Ղարաբաղում։ Ֆիլմը ցուցադրվել է նաև Բրազիլիայում, 2026-ին էլ ցուցադրություններ են լինելու Ֆրանսիայում, Իտալիայում, Լեհաստանում, Նիդերլանդներում, Բելգիայում, Գերմանիայում, Լիբանանում, փետրվարին նաև Երևանում, Կինոյի տանը։ Հիշում եմ քո ձայնը ֆիլմը 2026-ին մասնակցելու է նաև փառատոների։ Իրինամ Կրչյան, Հովհաննես Քյոսայան, լուրեր։